Մինչև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը հայ-ադրբեջան փաստացի խաղաղության պայմաններում, ինչպես ձևակերպում են Երևանի եւ Բաքվի իշխանությունները, այս օրակարգը դեռ պետք է կյանքի կոչվի, որ բարեկեցությունը գա։ Ամերիկյան Nexus-ի հետ զրույցում Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանն է ձևակերպել. Խաղաղության բացակայության պատճառով բազմաթիվ հնարավորություններ արգելափակված էին։ Հենց որ սկսենք իրականացնել խաղաղության օրակարգը, կգա բարգավաճումը։ Մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը, մենք ձգտում ենք Հայաստանի ավելի մեծ անկախության։ Ավելի մեծ ինքնիշխանությունը նշանակում է ավելի փոքր կախվածություն մեկ խաղացողից։ Դեսպան Մկրտչյանն այստեղ շարունակում է անդրադառնալով Հայաստանի սպառազինությանը. տասնամյակներով զինվում էինք խորհրդային զենքով, հիմա սկսել են ռազմական հարաբերություններ ձևավորել Վաշինգտոնի, Փարիզի, նաև Նյու Դելհիի հետ։ Այժմ դուռը բաց է, տասնամյակներ անց մենք հնարավորություն ունենք ԱՄՆ-ից պաշտպանական տեխնոլոգիաներ գնելու։ Սա մեր դիվերսիֆիկացիայի քաղաքականության մի մասն է։ Ներկայում մենք տարբեր տեխնոլոգիաներ ենք ստանում ավելի քան 7 երկրից, այդ թվում ԱՄՆ-ից։ Այժմ դուռը բաց է, ավելի քան 7 երկրից տարբեր զինատեսակներ ենք ձեռք բերում, բայց նախորդ տարվա օգոստոսից Հայաստանի հետ խաղաղության փաստաթղթի նախաստորագրմամբ ռազմական տեխնիկա, մինչև այդ էլ տարբեր երկրներից ձեռք բերող Ադրբեջանի առաջ նույնպես բացվեց ամերիկյան զինապահեստը, նկատում են հայաստանյան փորձագիտական վերլուծական համայնքում։ Միաժամանակ տեսնում ենք, որ եթե Հայաստանի մասով գիտատեխնիկական նորամուծություններ են, ինովացիոն տեխնոլոգիաներ են ներդրվում, ապա Ադրբեջանի մասով հիմնականում ռազմաստրատեգիական կարևորության զենքերի վաճառք է դրվում։ Եթե 907 բանաձև անգամ դե յուրե չի դուրս գալիս, օրինագիծը չի հաստատվում, բայց այդուհանդերձ զենքի սպասարկումը տրամադրվում է Ադրբեջանին, այստեղ շատ լուրջ մտածելու տեղիք կա։ Ըստ մասնագետի այստեղ մինչև իսկ ինստիտուցիոնալ խաղաղության հաստատման հարցը կարելի է կասկածի տակ առնել։ Ինչպես կարող է երկու երկրներ, որոնք նոր են պատերազմական իրավիճակից դուրս եկել ու փորձում են խաղաղություն հաստատել, բայց այդուհանդերձ մի կողմը զինվում է, ավելի ճիշտ մի կողմին զինում է այն կողմը, որը որ իր վրա է վերցրել միջնորդի խաղաղարարի կարգավիճակը։ Խաղաղության շուրջ հայտարարությունների եւ անվտանգային քաղաքականության միջև հավասարակշռությունն այս փուլում շարունակում է մնալ տարածաշրջանի եւ գլխավոր մարտահրավերներից մեկը։ Բարիդրացիության օրակարգն ու ռազմաքաղաքական հաշվարկները զուգահեռ են, շարունակելով ձևավորել միևնույն քաղաքական իրականությունն ու իրենց հետ բերելով նաեւ նոր հարցադրումներ։ Իսրայելի կառավարության որոշումը հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ միաձայն հավանության էր արժանացել հունիսի վերջին, սակայն Քնեսեթում քվեարկությունն այդպես էլ չկայացավ կուլիսներում ծավալված քաղաքական ու դիվանագիտական պայքարի պատճառով։ Ինչպես գրում է իսրայելական Մաարիվ պարբերականը, ի հեճուկս այն գնահատականների, որոնց համաձայն գործընթացն արգելափակվել է վարչապետի աշխատակազմի անմիջական միջամտությամբ, այդ հարցում առանցքային դեր են խաղացել ուլտրաօրթոդոքս կուսակցությունները, որոնք Քնեսեթում գործի են անցել Ադրբեջանի ներկայացուցիչների դիմումներից հետո։ Դեռևս մինչև որոշման հաստատումը Բաքվում հստակ հասկացնել էին տվել, որ դեմ են այդ քայլին։ Ինչպես հայտնի է դարձել Մաարիվին, կառավարության նիստից առաջ հունիսի 26-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարիի եւ նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի միջև։ Զրույցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է վնասել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բաց հարաբերություններին, ինչպես նաեւ խաթարել երկրների միջև հաշտեցման ջանքերը, որոնք նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ ԱՄՆ-ի առաջ մղվող խաղաղության ծրագրի մաս են։ Ալիևը Գերմանիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ ուկրաինական հարվածների հետևանքով նավթավերամշակման գործարանների վնասման պատճառով Ռուսաստանն այլևս ի վիճակի չէ նախկին ծավալներով նավթ եւ գազ մատակարարել նույնիսկ իր ավանդական գործընկերներին։ Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հաստատել է ադրբեջանական գազի գնումների ընդլայնման հարցում Գերմանիայի հետաքրքրվածությունը։ Ալիևը իր հերթին հայտնել է, որ Ադրբեջանը արդեն գազ է մատակարարում Եվրամիության 10 երկրի, իսկ այս տարվանից արտահանում է սկսել նաեւ Գերմանիա, դա անվանելով զգալի ավանդ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Ռուսական նավթավերամշակման գործարանների շարքից դուրս գալու պատճառով Ռուսաստանը չի կարողանում ավանդական հաճախորդներին մատակարարել այնքան նավթամթերք, որքան կցանկանար։ Ադրբեջանը կարող է նավթ մատակարարել պահանջվող ծավալներով։ Դա հնարավոր է ինչպես ներքին աղբյուրների, այնպես էլ մեր Սոքար էներգետիկ ընկերության թրեյդինգային ստորաբաժանման միջոցով, այսինքն այստեղ որևէ խնդիր չկա։
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է այնտեղ ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատական նիստը։ Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական եւ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարությունները։ Դատական նիստին մասնակցել են նաեւ գործող տուժողների ներկայացուցիչները, ինչպես նաեւ պետական մեղադրողները եւ դատախազները։ Քանի որ հայ գերիները եւ նրանց պաշտպաններն արդեն ներկայացրել են իրենց դատական վճարերը, խոսքը տրվել մեղադրանքը պաշտպանող դատախազներին։ Դատախազները նշել են, թե իբր քրեական գործի բոլոր ապացույցները ամբողջական եւ օբյեկտիվորեն հետազոտվել են առաջին ատյանի դատարանում, իսկ գործի նյութերում արտացոլված հանգամանքները իբրև թե հաստատվել են տուժողների եւ վկաների ցուցմունքներով, դատաբժշկական փորձաքննության եզրակացություններով, փաստաթղթերով, գործում արկա այլ ապացույցներով։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 24-ին։ Թուրքիայի եւ Ադրբեջանի փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար համատեղ հայտ է ներկայացվել։ Հայտի ճակատագիրը որոշվելու է այս տարվա նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը Չինաստանի Սիամեն քաղաքում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական կոմիտեի նիստում։ Սա սակայն Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ձեռնարկված առաջին դեպքը չէ։ Նմանատիպ քայլեր նախկինում եւս եղել են։ Վերջին տարիներին հատկապես թե Թուրքիան, թե Ադրբեջանը բարբերաբար դիմում են միջազգային հարթակներին մշակութային տարբեր տարեր ազգային ժառանգության մաս ճանաչելու պահանջով։ Հիշատակված ցանկում ընդգրկվել են ինչպես խոհարարական ավանդույթներին, այնպես էլ երաժշտությանը, արհեստներին եւ ժողովրդական մշակույթին վերաբերող պահանջներ։ Մասնագետների կարծիքով նման գործընթացներում առաջնայինը միայն մշակութային բաղադրիչը չէ, նմանատիպ ձեռնարկները նաեւ քաղաքական եւ դիվանագիտական ենթատեքստ ու նշանակություն ունեն։ Ոչ նյութական մշակութային ժառանգության գրանցումը բարձրացնում է երկրի ճանաչելիությունը, նպաստում զբոսաշրջության զարգացմանը, նաև ուժեղացնում միջազգային մշակութային ազդեցությունը։ Արևմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերում եւս տարածված է որոշակի առումով եւ ցեղասպանությունից հետո աշխարհացույց հայությունը տարբեր բնակավայրերից հատկապես Արևմտյան Հայաստանի այդ տեսակը պահպանում են եւ իրենց իհարկե տարածաշրջանին համապատասխանող այդ բաղադրոցներով մինչ օրս գերդաստաններում պատրաստում են։ Մասնագետները ընդգծում են բազմաթիվ ուտեստներ եւ ավանդույթներ դարերի ընթացքում տարածում են գտել նաեւ տարածաշրջանի հարևան ժողովուրդների շրջանում։ Հետևաբար այս կամ այն միավորի մեր երկրի բացառիկ սեփականություն համարելը պատմականորեն հիմնավորված չէ, սակայն դա ամենևին էլ չի ներկայացնում, որ պետությունները չպետք է ներկայացնեն իրենց ավանդույթներն ու փաստագրեն դրանց պատմությունը։ Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակը մեկն է յուրացնելով տարածաշրջանի տարբեր ժողովուրդների կողմից ստեղծված արժեքները, նյութական եւ ոչ նյութական մշակութային արժեքները դրա հիմքի վրա սեփական իբր մշակույթը ձևավորելն է։ Քանի որ եւ Թուրքիան եւ Ադրբեջանը արհեստական ձևավորված կազմավորումներ են, իրենք խնդիր ունեն այդ իբր տարածաշրջանում իրենց բնիկությունը ապացուցելու։ Փորձագետները նշում են նմանատիպ նախաձեռնություններին միայն արձագանքելը բավարար չէ, անհրաժեշտ է համակարգված աշխատանք ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրության, փաստաթղթավորման եւ միջազգային կառույցներում ներկայացման ուղղությամբ։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ոչ թե նկատելիորեն ուշացած հետին թվով արձագանքել այս օրինակ փորձերին, այլև նախաձեռնող լինել մշակութային դիվանագիտության ոլորտում։ Մասնագետների դիտարկման Փախլավայի շուրջ քննարկումը հերթական անգամ վկայում է, որ մշակութային ժառանգության համար պայքարը վաղուց միայն պատմության կամ խոհանոցի մասին չէ, այն նաև պետությունների միջև հեղինակության, մշակութային ինքնության եւ երկարաժամկետ ռազմավարության հարց է։ Հայաստանի տնտեսությունը շարունակում է ցուցադրել սպասումները գերազանցող աճի դինամիկա, սակայն մակերեսային բարձր թվերի հետևում ի հայտ են գալիս կառուցվածքային լուրջ խնդիրներ։ Համաշխարհային բանկի հուլիսյան ամփոփագիրը փաստում է, մայիսին արձանագրված տնտեսական ակտիվության 11.7%-անոց թռիչքը հիմնականում ապահովվել են շինարարության եւ զբոսաշրջության հաշվին։ Սա նշանակում է, որ տնտեսական վերելքը մեծապես հենված է ներքին սպառման վրա։ Ըստ նախնական տվյալների 2026 թվականի առաջին կիսամյակում զբոսաշրջային ժամանումներն ավելացել են 14.8%-ով, կազմելով ավելի քան 1 միլիոն մարդ, որոնց 40%-ը ժամանել է Ռուսաստանից։ Շինարարությունը եւ հանքարդյունաբերությունը շարունակել են գրանցել երկնիշ աճի տեմպ, համապատասխանաբար 27.1 եւ 21.6%։
Զուգահեռաբար տնտեսության մեջ խորանում են գնաճային ճնշումները։ Հունիսին գնաճը հասել է 5.1%, ընդ որում դրա հիմնական շարժիչը առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներն են։ Սա ստիպում է կենտրոնական բանկին մնալ զգոն եւ դադարեցնել դրամավարկային քաղաքականության թուլացումը։ Մի կողմից առկա է ներքին բարձր պահանջարկից բխող գնաճային ռիսկը, մյուս կողմից արտահանման խոչընդոտներով պայմանավորված հնարավոր գնանկումը։ Մայիսի համեմատ հունիսի գնաճի բարձրացման միակ գործոնը սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գներն էին, որոնք 6.4%-ից հասան 8.6%-ի եւ կազմեցին ընդհանուր գնաճի գրեթե 2/3-ը։ 2026 թվականի հունիսի 16-ին կենտրոնական բանկի խորհուրդը որոշում կայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահել անփոփոխ 6.5%։ Նպատակն էր հավասարակշռել երկու հակադիր ճնշումները, որոնցից մեկն առաջանում է ավելորդ պահանջարկից եւ ավելի բարձր գնաճի սպասումներից, իսկ մյուս կողմից հնարավոր գնանկմամբ պայմանավորված ճնշումները։ Մտահոգիչ զարգացումներ նկատվում են նաև արտաքին առևտրի հատվածում։ Առևտրային հաշվեկշռի ճեղքվածքը մեծանում է։ Վերարտահանման ծավալների անկմանը գումարվել են աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական գործոնները։ Ռուսական շուկայում հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումները ցույց են տալիս մեկ շուկայից կախվածության բարձր ռիսկայնությունը։ Ապրիլի վերջից Ռուսաստանն աստիճանաբար ավելացրեց հայկական գյուղատնտեսական եւ պարենային ապրանքների արտահանման արգելքը։ Եթե այդ արգելքը շարունակվի եւ ընդլայնվի առանց մեղմացման միջոցառումների, ապա բացասական ազդեցությունները կարող են տարածվել, դուրս գալով միայն առևտրի շրջանակից եւ անդրադառնալով աճի, գների եւ սոցիալական վիճակի վրա։ Այս հնարավոր ազդեցությունը մեղմելու համար կառավարությունը սուբսիդավորման միջոցներ է նախատեսել հայկական արտահանողներին օժանդակելու համար։ Արտաքին ցնցումների ազդեցությունն առայժմ մեղմվում է մասնավոր դրամական փոխանցումների բարձր ներհոսքով, որը շարունակում է ամրապնդել դրամն ու պահպանել բանկային համակարգի բարձր իրացվելիությունը։ Համաշխարհային բանկի վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսական աճն ունի բարձր իներցիոն ուժ, սակայն դրա կայունությունն առաջիկայում ուղղակիորեն կախված է լինելու արտաքին մարտահրավերներին դիմակայելու եւ արտահանման ուղղությունների իրական դիվերսիֆիկացիա ապահովելու պետական քաղաքականության արդյունավետությունից։ 40 րոպե քամին ուժեղ հելավ ու հելանք արդեն լրիվ ավելացի։ Մեր երկրում ամռան երկրորդ ամիսն էլ առանց եղանակային վատ դրսևորումների չի անցնում։ Հուլիսի 17-ին Շիրակի մարզում տեղացած հորդառատ անձրևը, կարկուտը Բագրավան բնակավայրում մեծ վնասներ է հասցրել։ Փայտե էլեկտրասյուներ են տապալվել, տանիքներ ու հեկտարներով ցանկատարածություններ վնասվել, նաև մեքենաներ ու տների ապակիներ։ Անգամ այն ձևի է ուժեղ եղել պատահողը, որ հարևանի տանիքը շպրտելա մյուս հարևանի տանիքին, տան տարածք, մարդկանց այն որ ասում առավոտի ծիրիգուն հողի հետ կռիվ են տվել հսկայական ցանկատարածություններ ամբողջությամբ ավիրվել է։ Երկու քրով ենք չեստանք մեզ, այդ հանի պայստի այդ կրիշը ամբողջությամբ նկարել ես, չէ՞, երկու քրոջից վերակուկա։ Բնակիչները կարկտակայանների մասին են բարձրաձայնում, ասում են միայն կարկուտից հետո է, որ փորձել են լիցքավորել կայանը, բայց ըստ տեղացիների արդեն դա որևէ մեկին պետք չէ, հսկայական վնասներ են կրել։ Ոչ մի բան չկա։ Այս փոսերը, կարկուտի փոսերը։ Հարվածի, կարկուտի հարվածն է։ Նենա սա թափած է։ Կալոններ կարկուտի հարվածը, կմբեսերը կարին հողի մեջ կորցրել։ Որ բալոնը դրացել էր, կրակեն հնարավոր մի քիչ մեղմ լինի։ Գոնե գիտենանք որ կամ բան է եղել։ Պարոն Թումասյան, մատուրը, եկեղեցի, կամուրջի բանը չի վնասվել, չէ՞։ Չէ, փառք Աստծո։ Չի վնասվել, Կարանջատի էլի։ Պարզապես երեք շատ նոր քսեչկա չարիք առած բարեկի, երեք շատ հետարքիր կետեր անցնում։ Պտտահող, չէ։ Հա, նաև չէ, բանը սարի հերեղներն էր իջել եւ մինչեւ անի ախիրան կետ բաներ կնում, հերեղները կնում եւ մի հսկա կետեր առաջացել, շատ գեղեցիկ տեսարաններ։ Էլեկտրասյուների տապալման հետևանքով թե Բագրավանը, թե հարակից մի քանի գյուղեր հոսանքազրկվել են։ Հեցի Ղարս մասնաճյուղի եւ Անիի ու Արթիկի էլեկտրացանցի աշխատակիցներն են տապալված էլեկտրասյունները փոխարինել նորով։ Ամենակարևորը որ հին սովետական տարիների փայտե սյուները փոխարինվում է բետոնե ավելի որակյալ, ավելի ապահով սյուներով։ Հիմա այստեղ սյունը փոխել եք, չէ՞։ Սյունը փոխել եք
Հիմա էլեկտրալ արերը պետք է փոխարինվի։ Հուլիսի 19-ին Ալափարս գյուղի վարչական տարածքում բախվել են ՈՒԱԶ-ը եւ Հյունդային։ Մեկ հոգի տեղում մահացել է, 4 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած փրկարարության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Չարենցավանի շրջփրկարարական ջոկատի փրկարարները, Չարենցավանի շրջփրկարարական ջոկատի հրամանատարն ու Չարենցավանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի վայրեն ժամանել ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի առաջին վաշտի բարեկները գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի եւ գումարտակի ծառայության տեսուչ Կարլեն Բաղյանի գլխավորությամբ։ Նույն օրը Երևան-Սևանի-Ջևան ճանապարհին մեքենան ընկել է Հրազդան գետը։ Փրկարարության Սևանի շրջփրկարարական ջոկատի փրկարարներն են ժամանել, ինչպես նաև հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները։ Մոտ 30 րոպե որոնողական աշխատանքներից հետո ջրասուզակ Վահե Մելքոնյանը գետում մեքենան հայտնաբերելուց հետո կոտրել է ապակին ու գետից դուրս բերել ջրահեղձ եղած քաղաքացուն։ Վարորդը եղել է մեքենայում միայնակ։ Նշված վայրում մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, այդ թվում ցավոք ողբերգական, ցավով ընտանեկան ողբերգական, այստեղ նաև տարիներ առաջ էր ընտանիքը, տատը, պապը, թոռը, անչափած թոռը ընկել էին գետը ու դրանից հետո դիմել էինք տեղի ճանշինին, խնդրելով որպեսզի մասնագիտական խումբ ստեղծել, մասնագետների հետ քննարկեն եւ հարցի լուծում տան։ Խոստացել էին, բայց ինչպես միշտ ամեն նման դեպքից հետո խոստումները տալիս են ու այդ ամենը օդ է դուրս գալիս։ Հիմա այստեղից դիմում եմ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Գյուդացյանին։ Հուլիսի 19-ին եւս մեկ ողբերգական դեպք էլ Վայոց ձորի մարզում է եղել։ Գողթանիկ բնակավայրում 21-ամյա Արան լողանալու համար ընկել է ջրվեժը եւ ջրահեղձ եղել։ Փրկարարության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության եւ նույն վարչության Եղեգնաձորի շրջփրկարարական ջոկատի փրկարարներն էին ժամանել։ Մոտ 30 րոպե բանջվեց հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակ Խաչատուր Մուրադյանի, ով հայտնաբերեց մոտ 6 մետր խորության մեջից ջրահեղձ եղած երիտասարդ տղայի մարմինը, ինչից հետո իր գործընկերների եւ Եղեգնաձորի շրջփրկարարական ջոկատի փրկարարների հետ կարողացան մարմինը դուրս բերել։ Մեկ քաղաքացի էլ Շիրակամուտ բնակավայրի ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող գետալճակում է ջրահեղձ եղել։ Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի շրջփրկարարական ջոկատի փրկարարներն էին ժամանել։ Մոտ 1 ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո ջրասուզակ Վահե Մելքոնյանը գետում հայտնաբերել է նրա 43-ամյա Վաչագանի մարմինը։ Իսկ հուլիսի 18-ին ողբերգական վթար է եղել Կոտայքի մարզում։ 39-ամյա Ազատը Volkswagen Touareg-ով Երևան-Սևանի-Ջևան ճանապարհին Չայնի ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին, հետո 250 մետր գլորվելով հայտնվել ձորում։ Վարորդը տեղում մահացել է։ Նրա մարմինը Փրկարարության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն են հայտնաբերել մեքենայից դուրս։ Ավտոն առաջ դուրս ինձ փագի։ Դեպքի վայրը ժամանել ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի բարեկները գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի եւ գումարտակի ծառայության տեսուչ Կարլեն Բաղյանի գլխավորությամբ։ Հուլիսի 18-ին Ծովակալ Իսակովի պողոտայում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Երկաթե Էլեկտրասյանը։ 2 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են, մեկը Աստղիկ բժշկական կենտրոն, մյուսը Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի երկրորդ վաշտի բարեկները։
Հուլիսի 17-ին Երևան-Սևանի Ջևան ճանապարհին բախվել են Մերսեդեսը ու Կիան։ Մեկ հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նախնական տեղեկություններով Մերսեդեսը եղել է կայանված։ Վայրեն ժամանակ ներքին գործերի նախարարության բարեկարգի ծառայության մարտակի երկրորդ բաժնի բարեկները մարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի մարտակի ծառայության ավարտեցուչ օրվա պատասխանատու Արտակ Հասատելյանի եւ գումարտակի ծառայության տեսուչ Կարլեն Բաղրամի գլխավորությամբ Նույն օրը Դավիթ Բեկի փողոցում բախվել են բեռնատարը, ուսումնական Toyota Corolla-ն, Nissan-ն ու Lada-ն։ Վերջինը վերածվել է ջարդոնի, երկու հոգի էլ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։ Հավանաբար բեռնատարը տեխնիկական խնդիրներ է ունեցել եւ վարորդը ասում են իրեն նետել է ավտոմեքենայից ու ավտոմեքենան այդպես առաջ է գնացել մոտ մի 2-300 մետր, արկա է նաեւ ասֆալտի վրա հետքերը բեռնատարի